Խնդիրը պահանջում է գտնել, թե քանի եղանակով է հնարավոր 1-ից 10 թվերը տրոհել 5 զույգերի այնպես, որ յուրաքանչյուր զույգի մեջ թվերի գումարը մեծ լինի 8-ից։ Շատ լավ։ Ունենալու ենք 5 զույգ և յուրաքանչյուր զույգում թվերի գումարը 8-ից մեծ է լինելու։ Ինքն կարող ենք այսպես համարակալել A1, B1, սա մեր առաջին զույգն է։ Եկեք այսպես պատկերենք A1, B1 զույգը, A2, B2-ը, այսպես շարունակ մինչև A5, B5 զույգը։ Եվ A1 գումարած B1-ը մեծ է 8-ից։ Դա ուղղակի թեթև համառոտագրություն է, որ հասկանանք խնդրում ինչ է տրված։ A5 գումարած B5-ը մեծ է 8-ից, էլի։ Շատ լավ։ Դե ինչպես կարող ենք խնդիրը լուծել առհասարակ, մտածենք, էլի։ Իրականում շատ խելամիտ քայլ է մեզ համար նախ սկսել դիտարկել, թե որ թիվը որոնց հետ կարող է լինել։ Ու այդ դիտարկումը շատ հարմար է սկսել ամենափոքր թվից։ Ինչու՞։ Որովհետև տեսեք 10-ը կարող է լինել բոլորի հետ, 9-ը կարող է լինել կրկին բոլորի հետ, 8-ը կրկին բոլորի հետ կարող է լինել, 7-ը բացի մեկից բոլորի հետ կարող է լինել, այսինքն ընտրությունը այնտեղ ավելի շատ է ու մի քիչ ավելի խճճող կարող է ամեն ինչ լինել, դրա համար եկեք սկսենք 1-ից ամեն ինչ դիտարկել։ Կարող ենք այստեղ նշել քայլ 1, դիտարկենք, թե թվերը ինչ այլ թվերի հետ կարող են լինել։ Ինչ թվերի հետ կլինեն զույգում։ Ահա, դե 1-ը որ թվերի հետ կարող է լինել։ 1-ը 7-ի հետ լինել չի կարող ու 7-ից փոքրերի հետ լինել չի կարող, որովհետև 1 գումարած 7-ը հենց 8 է, ինչը չի բավարարում։ Կարող է լինել 8-ի, 9-ի, 10-ի։ Եկեք այստեղ մեծից սկսենք։ 10-ի հետ կարող է լինել, 9-ի հետ կարող է լինել, 8-ի հետ կարող է լինել, 7-ի հետ արդեն լինել չի կարող։ 2-ը դիտարկենք։ 2-ը 10-ի հետ կարող է լինել ակնհայտ, 9-ի հետ նույնպես, 8-ի հետ նույնպես և արդեն 7-ն այստեղ ավելանում։ 3-ը։ 3-ը կարող է 10-ի հետ լինել, 9-ի հետ լինել, 8-ի, 7-ի և 6-ի հետ։ Ում հետ կարող է լինել նույն զույգում 4-ը։ 4-ը կարող է 10-ի, 9-ի, 8-ի, 7-ի, 6-ի և 5-ի հետ լինել։ Իսկ որ թվերի հետ կարող է լինել 5-ը։ 5-ը կարող է լինել 10-ի, 9-ի, 8-ի, 7-ի հետ կարող է լինել, 6-ի հետ կարող է լինել, այստեղ 5-ը գրել չենք կարող, որովհետև զույգերը լինելու են իհարկե տարբեր թվերից բաղկացած, 6-ի հետ լինել կարող է, 5 չենք գրի, 4-ի հետ լինել նույնպես կարող է։ 6-ը ում հետ կարող է լինել և այսպես պետք է շարունակենք, իսկ ինչքան է այսպես պետք շարունակել։ Արդյոք մեզ համար պարտադիր է գրել բոլոր թվերի համար, թե ում հետ իրենք կարող են լինել։ Իրականում նկատենք, որ ահա այս պահից 4-ից հետո շարունակել իմաստ չունի։ Եվ ինչու պետք չէ 4-ից հետո շարունակել։ Որովհետև նախ, երբ մենք պետք է ընտրենք 5 զույգ, մենք առաջին 4 զույգը եթե ընտրենք, վերջին 5-րդ զույգը ընտրվելու է ինքնըստինքյան հենց վերջին 2 թվերով։ Այստեղ նշենք դա։ Որորդ թվից հետո, 4-ից հետո դիտարկելու իմաստ չկա, քանի որ 4 զույգ ընտրելուց հետո հինգերորդը ինքնըստինքյան կընտրվի։
Եվ հենց այստեղ է կատարում այն միտքը օգտագործվում, որ ես ասացի 10-ից չսկսենք դիտարկել, որովհետև 1-ից սկսելու դեպքում այստեղ շատ ավելի քիչ հնարավոր թվեր ունեինք, ուստի ավելի հեշտ է կառավարել մեր զույգերը, որովհետև մենք հստակ գիտենք, որ 1-ի համար այս 3 թվերն են, ուստի 1-ը այս 3 թվերից բացի ուրիշ ոչ մի թվի հետ լինել չի կարող։ Իսկ եթե մենք ինչ-որ 5-ը դիտարկենք, ում հետ կարող է լինել ու ընտրենք նրա հետ 10-ը, այնուհետև 4-ը 9-ի հետ ընտրենք, իսկ 3-ը 8-ի հետ, 1-ի հետ թիվ չի մնա։ Հետևաբար լուծելով ամենափոքր թվերի հարցը ու սկսելով հենց ամենափոքրից, մենք ապահովում ենք այն փաստը, որ այս ամենափոքրը ունենալու է իր զույգը պարտադիր։ Այլ երկուսն է դա, եկեք այստեղ նշենք։ Ու քանի որ պետք չէ դիտարկել, կարող ենք նույնիսկ ահա այսքանը ջնջել։ Պետք բարձրանանք վերև և մեր քայլ երկուսը նկարագրենք։ Քանի որ 1-ը 3 թվի հետ կարող է լինել միայն, ընտրենք սկզբում նրա զույգը։ Այնուհետև 2-ի, 3-ի և 4-ի։ Ստացվեց, որ սկզբում մենք ընտրենք 1-ի զույգը, այնուհետև 2-ի զույգը, 3-ի, 4-ի և ինչպես նշել ենք 5-րդ զույգն ինքնին կընտրվի։ Այսինքն ընտրելով ուղղակի 1-ի հետ իր զույգը, 2-ի հետ իր զույգը, 3-ի, 4-ի հետ իրենց զույգերը, մենք ապահովում ենք առաջին 4 զույգերի կազմվելուն։ Դե 1-ը կարող է լինել կամ 10-ի, կամ 9-ի, կամ 8-ի հետ, այսինքն 3 հնարավոր տարբերակ կա։ Եկեք այստեղ նշենք։ Ինչ-որ ձև փորձենք այս ամենը պատկերել։ Ահա այսպես։ Ահա։ Այստեղ թող լինի 1-ի զույգերը, ներքևում տարբերակները կգրենք 3-ի և 4-ի։ Ու նկատենք, որ կրկնվողներ կան, ուստի եթե մենք 2-ից սկսենք, այնուհետև 3, 4 ընտրենք, կարող ենք հենց պատահաբար այս դիմացի 3 հատը ընտրել ու 1-ին զույգ չի մնա, ուստի այդտեղից ամեն ինչ կխախտվի, դրա համար պետք է հենց ամենափոքրը սկզբում ապահովել։ 1-ի զույգ ընտրելու 3 տարբերակ ունենք, ու քանի որ 1-ի բոլոր զույգերը մեզ մոտ մնացածում էլ կան, ապա ընտրելով 1-ի զույգը, մնացածից նույնպես ջնջում ենք այդ թիվը ընտրելու հնարավորությունը։ Հետևաբար արդյունքում ստացվում է, որ 2-ի համար նույնպես 3 տարբերակ կա։ Ու երբ մենք ընտրում ենք 2-ի զույգը, օրինակ ընտրել ենք 10-ը, մենք մնացածից նույնպես ջնջում ենք 2 ընտրելու հնարավորությունը։ Հիմա 3-ի զույգերը։ 3-ի զույգերը նույնպես արդեն 3 հնարավոր տարբերակով մնացին, որովհետև այն մյուս 2 հնարավոր տարբերակը ընտրել ենք նախորդ 2 քայլին։ Հենց այստեղ է կայանում միտքը, որ պետք է սկսել ամենափոքրից։ Հակառակ դեպքում մենք այս ընտրություններով կգայինք նրան, որ օրինակ 1-ը կամ 2-ը առանց զույգ կմնային։ Հիմա երբ մենք ընտրում ենք 3-ի համար զույգ, ընտրում ենք օրինակ 7-ը, ակնհայտ է, որ մնացածից նույնպես ջնջում ենք 7 ընտրելու հնարավորությունը, և դե 4-ի համար նույնպես մնում է 3 տարբերակ ընտրության։ Իսկ 5-ը կլինի վերջին չընտրված թվի հետ։ Ահա։ Եվ տեսեք այստեղ 5-ի մեջ, որ 4 նույնպես գրել էինք, դա մեզ անհրաժեշտ չէր,
ու ինչու անհրաժեշտ չէր, որովհետև 4-ը մինչև 5-ին հասնելը արդեն զույգ է ունենալու, ուստի 5-ը հաստատ 4-ի հետ լինել չէր կարող, էլի այդ դեպքում։ Հիմա երբ 4-ի համար զույգ ենք ընտրում, օրինակ 6-ը, ահա այստեղից մնում է մեզ մոտ առանց զույգ 8-ը, ուստի 5-ը կլինի ուղղակի 8-ի հետ մեր այս ընտրության դեպքում։ Ուստի տարբերակներն էլ 3 անգամ 3 անգամ 3 անգամ 3, հավասար 81։ Մեզնից հենց հարցնում էր, քանի եղանակով։ Ընտրության տարբերակներ ունենք, բայց ընդհանուր եղանակների քանակը 81 է։ Ահա։ Շատ լավ, եկեք ամփոփենք խնդրի լուծումը ամբողջությամբ, հասկանանք ինչ արեցինք։ Դե մեզ պետք է ընտրել զույգեր, ակնհայտ է, որ կրկնվող թվեր այստեղ ունենալ չենք կարող և յուրաքանչյուր զույգի թվերի գումարը պետք է մեծ լինի 8-ից։ Հետո հասկացանք, որ մեզ պետք է դիտարկել, թե որ թիվը ում հետ կարող է լինել։ Ամենասկզբում հենց դա։ Ու սկսենք մեր դիտարկումը ոչ թե ամենամեծ թվից, այլ ամենափոքր թվից, որովհետև խնդրահարույց են հենց փոքր թվերը, չէ՞ որ փոքր թվերի համար ավելի քիչ հնարավոր տարբերակներ ունենք, որպեսզի գումարը մեզ մոտ 8-ից մեծ լինի։ Հետևաբար ամենասկզբում պետք է ապահովել հենց այդ փոքր թվերի պրոբլեմը։ Դրա համար դիտարկենք նախ մեկը ում հետ կարող է լինել։ 1 ընտրելու 3 հնարավոր տարբերակ ունենք, 1-ի զույգ ընտրելու, այնուհետև 2-ի, 3-ի, 4-ի և այլն մնացածի զույգերը նույնպես սկսեցինք դիտարկել։ Հետո հասկացանք, եթե մենք 1-ի համար զույգ ընտրենք, 2-ի, 3-ի, 4-ի համար զույգ ընտրենք, կստացվի, որ մենք 4 զույգ ընտրել ենք, ինչի արդյունքում մեզ մոտ ուղղակի մնացել է 2 թիվ, և այդ երկու թվերը ինքնըստինքյան իրար հետ զույգ կկազմեն, ու 5-րդ զույգը ավտոմատ կկազմվի։ Դրա համար 5-ից հետո դիտարկել, թե 6-ը ում հետ կարող է լինել, 7-ը, 8-ը, 9-ը, 10-ը ում հետ կարող է լինել, անիմաստ է մի քիչ։ Առաջին 4 թվերի հարցը լուծելով մնացածը ինքնըստինքյան լուծվում են։ Ու հենց պետք է դիտարկել ամեն ինչ այս հերթականությամբ 1-ից սկսելով, որովհետև պրոբլեմը մեզ մոտ հենց 1-ն է, ամենափոքր թիվը մեզ մոտ միշտ պրոբլեմ է։ Հետո արդեն սկսեցինք, դիտարկեցինք 1-ը ում հետ կարող է լինել, դե 1-ը 3 ընտրության 1-ի զույգ ընտրելու 3 տարբերակ ունենք, ուստի 3 տարբերակ այստեղ եղավ, բայց երբ մենք 1-ի զույգ ենք ընտրում, 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի զույգ, արդեն չենք կարող այդ նույն թիվը ընտրել ու ջնջվում է բոլորից։ Ու ստացվում է, եթե մինչև այդ 2-ի զույգ ընտրելու 4 տարբերակ ունեինք, արդեն 3 տարբերակ է ստացվում, նույն ձև 3-րդի հետ զույգ ընտրելու 3 տարբերակ է մնում, որովհետև 2-ի զույգը ընտրելուց հետո մենք ջնջում ենք նաև 3-ից ու մնացածից այդ զույգը ընտրելու հնարավորությունը։ Հետո երբ զույգ ենք ընտրում 3-րդի հետ, ջնջում ենք այդ հնարավորությունը նաև 4-ից, ու եթե 4-րդը 5 թիվ ուներ, որոնց հետ կարող էր զույգ կազմել, արդեն ունի 3 թիվ, որովհետև մինչև իրեն ընտրվել են շատ թվեր։ Ու երբ մենք 4-ի հետ օրինակ ընտրում ենք 6 թիվը, 4 թվի հետ 6 թիվը, 5-րդի հետ նույնպես 6-ը ընտրել չենք կարող, դե 4-ը այստեղից ջնջեցինք, որովհետև 4-ի զույգերի մեջ դա կար գրված ու 4-րդը արդեն ընտրվում է, ու արդյունքում 5-ի համար մնաց միայն ընտրությունը, դա 8-ն է։ Ու դրա համար այս տարբերակները, քանի որ յուրաքանչյուրի համար որոշում են, թե յուրաքանչյուրը ում հետ կարող է լինել, նրանց արտադրյալներ, արդեն կոմբինատոր հաշվարկի բազմում պատկան օրենքն է, ցույց կտա, թե ընդհանուր քանի եղանակով կարող են ընտրել մեր զույգերը։ Այսինքն առաջին 4 զույգը ընտրեցինք, 5-րդ ինքնըստինքյան ընտրվեց, հետևաբար բոլոր 5 զույգերը մենք ընտրեցինք ու կարող ենք այդ ընտրությունը կատարել 81 եղանակով։ Այսքանով կարող ենք այս խնդրի լուծումը ամբողջությամբ ավարտել։